Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Բարև ձեզ։ Պարոն Ղուկասյան, կառավարությունը հաստատեց 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, որտեղից էլ տեղեկացանք, որ առաջարկվում է Հայաստանի պաշտպանության նախարարության բյուջեն կրճատել 101.5 միլիարդ դրամով նախորդ տարվա համեմատ։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Կրճատվում են պետական եկամուտները, անցել է այն ժամանակահատվածը ալիքը, այսպես ասած, ռելոկացիայի հետ, Ռուսաստանից էմիգրացիայի հետ կապված եւ ընկերությունների Հայաստան տեղափոխվելու հետ կապված եւ հիմա կառավարությունը համարում է պաշտպանությունը երկրի պետական բյուջեի այն հոդվածներից, որը որ կարելի է կրճատել։ Եվ դրա համար կրճատումը ընկնում է այդ բանի վրա եւ դա իհարկե մենք կարծեմ թե քննարկել ենք շատ բացասական երևույթ է ըստիս։ Սա բյուջեի մուտքերի եկամուտների հետ կապված է, թե արտաքին այլ ենթատեքստեր ունի, հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է խաղաղություն է բերել եւ դրա շրջանակներում է գնում նման քայլի։ Իսկ Արարատ Միրզոյանը ինչ էր ասել խորհրդարանում դրա հետ կապված։ Ես որքան հիշում եմ, ինքը հաստատել էր, որ ներկայությամբ մենք կարող ենք, այսպես ասած, համարել, որ ամրապնդվեց հրադադարը։ Իսկ ինչ է լինելու ապագայում դեռ մշուշով է, այսպես ասած, ծածկված։ Դրա համար դեռ չստացված արդյունքը չարժի ներկայացնել որպես արդեն կայացած փաստ։ Եվ այդ 270 միլիոն դոլարը, որով կրճատվեց բյուջետը ռազմական, ինքը կարող է 100 միլիարդ է։ 101 միլիարդ դրամ, 270 միլիոն դոլար։ Դուք դոլարով եք ասում, լավ, դոլարը չի։ Այո, ես դոլարով եմ ասում, որովհետև Հայաստանը չի արտադրում սպառազինություններ կամ շատ քիչ է արտադրում եւ հիմնականում ձեռք է բերում արտասահմանից։ Դա շատ զգալի գումար է բանակի համար, ասեմ ձեզ, էլի, որովհետև եթե այսպես նայեք, էլի, պայմանական ենթադրենք Հայաստանն ունի այս պայդրությամբ ըստ պաշտոնական տվյալների 25 թե 26 գունդ, հա, 10 միլիոն դոլար ամեն մի գունդին կրճատվեց ֆինանսավորումը, 10 միլիոն դոլար մեկ գնդին, դա լուրջ, այսպես ասած, գումար կարող էր լիներ, եթե դա լիներ դառնար լրացուցիչ սպառազինություն, զենք, այլ միջոցներ անհրաժեշտ եւ այլն։ Իմ կարծիքով դա լուրջ է, էլի։ Միշտ պետք է թվերին ռեալ նայել եւ հասկանալ ինչի մասին է խոսքը։ Դուք այնուհանդերձ սա կապում եք օգոստոսի 8-ի հետ, թե ոչ։ Ես չեմ կարծում, ես նորից ասեմ, Արարատ Միրզոյանը մեզ բոլորիս ասեց, որ մենք շատ չողոքեվորվենք օգոստոսի 8-ի կապակցությամբ, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված դիվանագիտական արդյունքը հրադադարի ամրապնդումն է։ Այդպես ինքը խորհրդարանում պատասխանեց հարցերին։ Իմ կարծիքով դա ճիշտ գնահատական է։ Դա համարել, այսպես ասած, հիմք յուրաքանչյուր գնդի 10 միլիոն դոլարով ֆինանսավորումը կրճատել, մեկ գնդի հաշվով, էլի, դա սխալ, եթե դրա հիման վրա են որոշել կրճատել ծախսերը, դա շատ սխալ որոշում է։ Ու անկախ նրանից ինչի հիման վրա են որոշել, դա բոլոր դեպքերում սխալ որոշում է։ Դա սխալ որոշում է, եթե պարզապես բյուջետի եկամուտները նվազում են, իշխող ուժը իր ապարքեվավճարները, բաները եւ այլն չի ուզում կրճատի, որոշել է կրճատել մեր զինվորների անվտանգությունը եւ մեր երկրի անվտանգությունը, ինչքան են պարգևատրումները միջին տարեկան կտրվածքով, նարեկ դուք կիմանաք։ Լուսաբանում եք այդ հարցերը, վախտին դա բան էր, թեմա էր, այդ թվերը հնչում էին,
տասնյակ միլիարդներ չէ, ծախսվում էին բաներին պարգևատրելու համար падգամավորներին, չգիտեմ, նախարարներին, բաներին։ Այստեղ ես նորից եմ ասում, իմ կարծիքով պաշտպանությունը այն հոդվածն է, որի վրա եթե բյուջետի կրճատումները պայմանավորված են եկամուտների պետական կրճատումով, պիտի անդրադառնար ամենավերջում։ Պարոն Ղուկասյան, այս 100 միլիարդով, որ կրճատում են, դա այն թիվն է, որ 25 թվականին այդքան մեծացրել են բյուջեն։ Իշխանությունն ասում է ունեինք միջազգային պարտավորություն, դրա համար այդքան ավելացրեցինք 25 թվականին, որ դա կատարենք, իսկ հիմա շարունակում ենք նախկին տեմպով առաջ գնալ։ Սա ձեզ համար հավաստի պարզաբանում է։ Դե պետք է նայել թվերին իհարկե, բայց ընդհանուր բյուջեն ինչքան է։ Հիմա դառնում է 500 քանի միլիարդ։ 500 քանի միլիարդ, եկեք հաշվենք, դա 563 միլիարդ։ 563 միլիարդ, դա 1 միլիարդ 300, հա, մոտավորապես 500 միլիոն։ 1.5 միլիարդ դոլարը։ Մгм. Ադրբեջանի մոտ ինչքան է։ Ադրբեջանինը 5.1 է, բայց իրանք 90 միլիոն դոլարով էլ 26-ին ավելացնելու են։ Այո, այսինքն մենք շարունակում ենք հետ մնալ Ադրբեջանից ռազմական ոլորտում ծախսերով, ճիշտ է։ Եվ Ադրբեջանը իր ծախսերը չի կրճատում։ Երբ որ մենք խոսում ենք ռազմական ծախսերի մասին, մենք ըստ էության խոսում ենք տարածաշրջանում ռազմական բալանսը պահպանելու շուրջ։ Պնդումը, որ Հայաստանը կարող է այլևս այսպես ասած այդ հարցում այսպես հետևողական չլինել, դա հասկացանք, որ սխալ պնդում է եւ պաշտոնական խոսքերը ես մեջբերեցի արտգործնախարարի, որ այդպիսի պնդման համար հիմք չկա։ Մենք կարելի է ասել ստացանք ժամանակ մեր բանակը ուժեղացնելու համար, բայց ոչ թե ունեցանք արդյունք, որը որ մեզ թույլ է տալիս շարունակել ավելի քիչ, այսպես ասած, ռազմական ուժ ունենալ Ադրբեջանի համեմատ։ Դե բայց մեր հնարավորությունները թույլ չի տալիս, չէ՞, 5 միլիարդ դոլարի ձգտել պաշտպանական ոլորտի բյուջեի առումով։ Մեր ասացում Փաշինյանի Պետության։ այսօրվա կառավարությունը, այո, կանգնած է փաստի առաջ, ինչի վրա են իրենք ծախսել այս տարիները։ Այսինքն փողը կա, որ մենք էլ 5 միլիարդ տանոց Հարցը փողը չի, որտեղից է գեներացվում փողը։ Որպեսզի բյուջետում լինի փող, պետք է տնտեսությունը աճի։ Կարող է տնտեսությունը աճել առանց արդյունաբերության։ Կան մարդիկ, որոնք որ ասում են, այո, կարելի է տնտեսությունը աճեցնել առանց արդյունաբերության, туриզմի հաշվին, IT ոլորտի հաշվին, նման ծրագրեր են եղել Հայաստանում ներկայացված որպես զարգացման ծրագրեր եւ այլն եւ այլն։ Իմ կարծիքը միշտ եղել է այն, որ այսպես ասած հիմնական ավելացրած պրոդուկտը ստեղծվում է արդյունաբերության մեջ եւ առանց արդյունաբերության չի կարող որևէ պետություն լինի հարուստ։ Իհարկե կան post-industrial պետություններ, որոնք որ անցել են այդ этаպը եւ ինչ որ պահին արդյունաբերությունը իրենց երկրներից հանել են դուրս այլ երկրներ, որտեղ ավելի էժան աշխատուժ կա եւ այլն, բայց այդ արդյունաբերական կենտրոնները շարունակում են մնալ այն պետություններում, որտեղ որ դա ստեղծվել է, ճանապարհ է անցել, ձևավորվել է եւ այլն։ Հիմա ԱՄՆ-ում օրինակ հանրապետականները Տրամպի գլխավորությամբ պայքար են տանում, որ ամերիկյան ընկերությունները արդյունաբերությունները հետ բերեն իրենց երկիր, Չինաստանից, Հնդկաստանից, այլ երկրներից։ Ինչի համար եւ լսել եք բազմաթիվ որ տարիֆներ են մտցնում արտաքին արևտրի, հա, այդ ոլորտում ներմուծող ապրանքների վրա։ Հայաստանում մեր կառավարությունը իմ կարծիքով շատ թույլ քայլեր է արել արդյունաբերությունը զարգացնելու համար այս տարիների ընթացքում եւ բնականաբար ունենք այն ինչ որ ունենք։ Երբ որ դուք ասում եք թույլ նու կամ մեր եղած հնարավորությունները, այո, այս կառավարությունը ես ուզում եմ շեշտել
որ մարդկանց մոտ չստեղծվի տպավորություն, որ Հայաստանը ավել հնարավորություններ չի կարող ունենալ ի ծնե։ Լիտվան Հայաստանի չափ բնակչություն ունի։ Լիտվայի համախառն ներքին արտադրանքը կազմում է 80 միլիարդ դոլար։ Հայաստանում այս տարադրամի փոխարժեքի հետ արհեստական խաղերով եւ այլն 20 միլիարդ, հա, եթե չեմ սխալվում, խոսքը գնում է դոլարի, հա, 20 միլիարդ դոլար մեր համախառն ներքին արտադրանքը դրանքն է։ Լիտվայինը 80 միլիարդ։ Նույն բնակչությունն է։ Ինչի է Լիտվայում ավելի շատ համախառն ներքին արտադրանք կամ Հայաստան։ Հարցը, չէ, քաղաքական հարցը, ներքին քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը։ Լիտվան միացավ Եվրոպական միությանը։ Լիտվան հնարավորություն ստացավ արդյունաբերությունը Խորհրդային միության ժամանակ գործուն ունեցող մոդեռնիզացնել, ավելացնել, իրեն հասանելի դարձան եվրոպական շուկաները։ Ապրանքները, որոնք որ իրենք արտադրում են, իրենք վաճառում են Եվրոպայում, թանկ շուկաներում։ Մենք, եթե համեմատենք մեր Խորհրդային միությունից ժառանգված արդյունաբերությունը, ինչ արեցինք, այն բանից արեցինք։ Այս եղածի վրա սարքեցինք ինչ-որ մի բան եւ մենք այսօր կարճվել ենք Եվրասիական միության շուկաներից, Ռուսաստանի մասնավորապես շուկայից, որովհետեւ ցանկացած զիբիլ կարելի է այդտեղ փող տալ, տանել, ծախել, մի կերպ տեղավորել այդ շուկաներում եւ ինչի վրա ենք մասնագիտանում, խմիչք, բան եւ այլն այսպիսի բաներ։ Մենք ունենք այս, իրենք ունեն այլ վիճակ, ինչու՞։ Եվ մեր այսօրվա երկրի ղեկավարությունը ասում է, սա պիտի մնա տարիներ շարունակ։ Մենք պիտի պահպանենք այս դրությունը երկարատև ժամանակ։ Մեզ պետք չեն եվրոպական շուկաները, մեզ պետք է ամրապնդել Եվրասիական միության հետ հարաբերությունները, որպեսզի Ռուսաստանում այդ շուկայից շարունակել օգտվել, այդ լարս, մարս, բան, բոլոր այդ խնդիրներով եւ այլն։ Բայց հիմա այլի խնդիրները կան։ Հայաստանը ոչ միտեղ չի գնացել, բայց արտահանման հետ կապված խնդիրներ կան։ Մեքենաները չեն կարողանում Այո, տեղաշարժվել։ Հայաստանն շատ փոքր թվեր ունի այդ ներմուծվող արտահանվող ապրանքների, եթե բեռնափոխադրումներին նայենք, ինչքան մեքենա է օրական Հայաստան մտնում, ինչքան մեքենա է Հայաստանից դուրս գալի ապրանքներով դեպի Ռուսաստանի Դաշնություն հիմնականում եւ այլն։ Այդ ամենը շատ փոքր ծավալներ են համեմատ նրան, ինչ է երկրի համար անհրաժեշտ։ Ասածս հետեւյալն է, Հայաստանում չկան պայմաններ արտասահմանյան ներդրումներ բերելու համար, դրա համար չկան այդ ներդրումները, չկան այդ աճը, չկա այդ արդյունաբերական զարգացումը, մենք դոփում ենք տեղում, ունենք այս հնարավորությունները, որը որ ունենք, բայց նույնիսկ այդ հնարավորություններում կարելի է մեր անվտանգությունը ապահովել։ Դրա մասին ես բազմիցս արտահայտվել եմ հրապարակային, իհարկե այն բանակը, որը որ չի կարող հարձակողական զենքեր պատշաճ քանակով կուտակել, պիտի ինժեներական ուժեղ կառույցներ սարքի։ Եթե չես կարող թշնամուն, այսպես ասած, զինաթափես հարձակողական զենքով, պիտի գոնե կարողանաս իր հարձակողական զենքի հարվածը պահես։ Տրամաբանականությունը շատ պարզ է այստեղ, բայց դա էլ չի արվում։ Այստեղ արդեն այլ հարցեր են, շատ լուրջ հարցեր են։ Բանակի թեման, ռազմական թեման քննարկվող թեմա չի, գաղտնիություն է դրված դրա վրա եւ այլն, բաց քննարկման թեմա չի, ինչը ի վնաս բանակին է, որովհետեւ եթե բանակը թափանցիկ չի, եթե բանակաշինությունը թափանցիկ չի, ցանկացած ոչ թափանցիկ գործընթաց ինքը իրականում լճանում է, ինչպես որ ես կարող եմ պնդել, որ մեր այսօր բանակում վիճակն է, բանակաշինության ոլորտում վիճակն է, եւ ինչից արդյունքում տուժում է երկիրը։ Վառ օրինակ Ռուսաստանի Դաշնություն, Հայաստանի, այսպես ասած, թիվ 1 գործընկեր։ Ունի փակ ոչ թափանցիկ բանակ, փակ բյուջե ռազմական ծախսերի, փակ։ Ոնց որ եւ Հայաստանում էլ է, չէ՞, փակ է հոդվածը։ Թիվը գրած է, բայց ինչ է դրա տակ մտնում, չգիտեմ։
Եվ ինչ է իրենց արդյունքները այսօր Ուկրաինայում, խայտառակություն, ռազմական տեսակետից Ռուսաստանը տապալվեց, չկարողացավ իրենից անգամներ թույլ պետության բանակը ջախջախել եւ մխրճկվել է պոզիցիոն պատերազմի մեջ, իսկ պոզիցիոն պատերազմը դա հավասարների պատերազմ է։ Երբ որ կողմերը հավասար են իրար, ոչ մեկ չի կարող հաղթահարել մյուսին ուժերի առավելություն ստեղծելու միջոցով։ Սա է այսօր Ռուսաստանի արդյունքը, այդ փակ բանակ, չքննադատվող եւ այլն, տեսնում ենք այդ գեներալներին ամեն օր գործից հանում են, նստեցնում են, բանտ են տանում, սկսվել են այդ մաքրելը, բան 4 տարի պիտի իրենք կռվեին, որ հասկանային, որ չոր մարդկանց ստիպված ուզեն չուզեն պիտի բանտ տան։ Հիմա Հայաստանը դարը, այսպես ասած, բաներ, դասեր ստանալով 20 թվականին անցել է 5 տարի, կարելի էր իմ կարծիքով ճիշտ ուղու վրա բերել բանակաշինությունը։ Նամանավանդ որ միջազգային գործընկերներ Ֆրանսիա, ԱՄՆ անընդհատ Հայաստանին ինչ որ օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին են խոսում։ Այսինքն կան միջազգային պարտներներ, որոնք որ կարող են այդ հարցում մեր պետությանը օգտակար լինել։ Պարոն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանը որոշեց Նյու Յորքի փոխարեն Մոսկվա մեկնել եւ ՄԱԿ-ի նիստի փոխարեն հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Ну, Տոմսը ավելի էժան է Մոսկվա թռնել, քան Նյու Յորք երևի, մեկ լուրջ պատճառ չի։ Սնանկ կառավարության համար, որը որ իր բանակի բյուջետն է կրճատում, երևի դա էլ կարանք վերագրենք նրան, որ ցուցաբերում է վարչապետը բան, հա, այդ անուն ինչ է, խնայողություն։ Իդեպ վարչապետի աշխատակազմի բյուջեն 26 թվականին 1.5 միլիարդով ավելանալու է։ Փաստորեն այդ իմ բերած փաստարկը չանցավ։ Տոմսերի հարցը չէր։ Իսկ քաղաքական առումով ինչ։ Քաղաքական առումով ոնց են մեզ տեսնում արտասահմանում, հա, մենք ինչպես ինչ ենք նայվում, որպես պետություն, որպես կառավարություն, իշխող ուժ, քաղաքացիական պայմանագիրը ուր է տանում մեր պետությունը։ Իմ կարծիքով բոլորին էլ պարզ է, որ Հայաստանը Ռուսաստանի սատելիտ պետությունն է եւ այսպես ասած ամուր են Հայաստանը Ռուսաստանի հետ կապող ոչ երևացող կապերը։ Այնքան ամուր են, որ Հայաստանի իշխանությունները անտրամաբանական քայլեր են կատարում։ Փոխարեն ՄԱԿ-ում պաշտպանեն Հայաստանի եւ Արցախի ժողովրդի իրավունքները, իրենք Ռուսաստանում երևի քննարկում են, որ հայկական այդ խմիչքները Ռուսաստանում վաճառվեն կամ ինչ հարց պետք է Ռուսաստանում քննարկեն։ Ատոմակայանի հարցը։ Տնտեսական հարցեր, հա, այդ եմ ուզում ասել, այդպես ատոմակայանի հարց, միգուցե էներգետիկայի վերաբերող հարցեր եւ այլն։ Դա իրողությունն է, բա ինչ անեն մարդիկ, որոնք որ այլ բան չեն կարա անեն։ Եթե չես կարա քշես Տեսլա, պիտի քշես Զապարոժեց։ Հիմա մեր կառավարությունը քշում է Զապարոժեց, որովհետև այդ կարա քշի, այդ հնարավորություններ ունի եւ այլն։ Չի կարող Տեսլա քշի, որովհետև Տեսլան իրեն առաջինը չեն վաճառի, երկրորդը վարկ չեն տա, որ ինքը առնի։ Վստահությունը վարկում են տալի, ով որ ունի վստահություն։ Այսօրվա կառավարությունը Հայաստանի ունի 0 վստահություն, 0 հարգանք եւ պիտի համագործակցի նրանց հետ, ում համար այդ նշանակություն չունի։ Ռուսաստանի համար այդ նորմալ է Հայաստանի իրավիճակը։ Հայաստանը հարավային այդ հյուսիսային Կորեայի ելով անդեղ Ռուսաստանի բարեկամ պետությունների շարքում։ Նույնիսկ Իրանը ոնց որ թե իր հարաբերությունները Ռուսաստանի հետ որոշեց սահմանափակել այս վերջի պատերազմից 12 օրվա պատերազմից հետո, բայց շրջանակը այն պետությունների, ովքեր որ Ռուսաստանի հետ համագործակցում են, շատ փոքր է եւ Հայաստանը այդ ակումբում երևի Մոսկվայից լավ է նայվում, իսկ Փաշինյանին իմ կարծիքով դա պատիվ չի բերում, չնայած իր համար ինչ տարբերություն։
Միևնույն է, ինքը վստահություն արևմուտքում ունենալ չի կարող, Հայաստանի համար որևէ գործնական զարգացման ծրագիր առաջարկել չի կարող, իր այդ խաչմերուկը օդ է, այսպես ասած խաղաղության բովանդակություն չունի տնտեսական ոչ մի։ Դե ինչ որ մի ձևով սենց ստեղ ժողովրդին խաբելով ընդեղ էլ այդ հին բարեկամները, հա, դաշնակցության կարգախոսը ոնց էր, հին բարեկամները չեն խաբում, թե ինչ չեն անում։ Այդ կարգախոսով շարունակի գնալ էլի։ Այդ Ռուսաստաններ բաներ, Բելարուս չի կարա գնա հարաբերությունները փչացած են, Ղազախստան չի կարա գնա, այնտեղ ընդունող չկա երևի, բայլուր գնա խեղճ Փաշինյանը։ Ինչը Ղազախստանի նախագահը վերջերս ջերմ խոսքեր էր ասել Նիկոլ Փաշինյանի մասին, Լուկաշենկոն այսօր իր օգնությունն է առաջարկել ատոմակայանը կառուցելու հարցում։ Տեսնում եք ինչ ակումբի մեջ է էլի մեր վարչապետը։ Պարոն Ղուկասյան, մի քանի օր է ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել Փարաքարի համայնքապետին սպանած անձնավորությանը։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում եւ այդ ողբերգությունը, համայնքապետը ոստիկանության ծառայող, իսկ մեկ այլ քաղաքացի ծանր վիրավորվեց, սա ինչի մասին է խոսում։ Դե նարեկ, ես ինքս քաղաքական գործիչ եմ, երբ որ սպանում են քաղաքական գործչին, ես ինչ պետք է մտածեմ։ Իմ դեմ քրեական գործը առ այսօր շարունակվում է, ընդդիմադիր քաղաքական գործիչներին Հայաստանում սպանում են, մտահոգիչ է դա։ Յուրաքանչյուր քաղաքական գործչի համար, հա, հիմա ընդդիմադիր գործչի համար ինչ է ստացվում։ Մարդը հաղթեց իր ընտրական պայքարում եւ զոհվեց։ Սա է ընդդիմադիր գործունեության գինը Հայաստանում։ Բանտեր, զրկանքներ եւ վերջում սպանություն։ Այդ շատ վատ բան է։ Ես ցավակցում եմ ընտանիքին, զոհվածի եւ զոհվածների։ Ցավոք սրտի, այն երկրում, որտեղ որ իշխանությունը գտնվում է խորը ճգնաժամում, շանս չունի հաղթելու ընտրություններում, այո, պիտի ընդդիմադիրներին քրեորեն հետապնդեն, սպանեն։ Սերժ Սարգսյանի ժամանակ գոնե ծեծում էին, չէին սպանում, էլի։ Հիմա վիճակը պետության ղեկում գտնվող մարդկանց այնքան վատ է, որ երևի բոլոր ծայրահեղ միջոցները պիտի կիրառվեն իշխանությունը պահելու համար։ Հրապարակային խոսում են իբրև թե մանդատ ունեն, բայց Գյումրիում, Երևանում, Գյումրիում, Փարաքյարում ընտրությունները ցույց տվեցին, որ մանդատ չունեն։ Միջանկյալ ընտրությունները, չէ՞, այդ մունիցիպալ ընտրությունները, միջանկյալ ընտրություններ են Հա, Հայաստանում։ բայց պարոն Ղուկասյան, դուք որ ասում եք հաղթեց եւ սպանվեց, չէ՞ կարծում լուրջ ինչ որ հայտարարություն եք անում, հիմքում ինչ ունեք։ Փաստ չի, որ հաղթեց։ Եվ դա Փաստ չի, որ սպանվեց։ Եվ Եվ փաստ եմ տալու։ հիմա Մենք կանգնած ենք իրողության առջև։ Ընդդիմադիր քաղաքական գործիչը հաղթեց ընտրություններում, անցավ մի քանի ամիս, սպանվեց։ Գանգստերական եղանակով ամենա, այսպես ասած, լկտի ձևով դուք ինքներդ մատնանշեցիք ոստիկանության այս պահին հələ դեռ, հա, բան չունի հանրությանը ասելու, բայց չէ, այդ ինքը այդ շարադրանքը փաստերի ինչ է։ Ինչ մի հայտարարություն արեցին, արա։ Փաստերը շարադրեց։ Բայց դուք ինչու եք հաղթանակը եւ սպանությունը դուք այսինքն կարծում եք եթե ինքը չհաղթեր չէր սպանվի։ Ես կարծում եմ, որ ինքը հաղթեց եւ սպանվեց, դա փաստեր են։ Եվ այդ երկու փաստերը նայում եմ, դիտում եմ իրար կողք։ Քաղաքական եք համարում դուք այս սպանությունը։ Քաղաքական գործչի սպանությունը քաղաքական է միշտ։ Իհարկե այս գործից այն կողմ, բայց կարող է քաղաքական գործիչը մեկի հետ անձնական խնդիր ունենա եւ դրա հետևանքով էլ սպանվի։ Դրա հետևանքով հաստատ չի սպանվի, որովհետեւ քաղաքական գործոնը այստեղ նույնպես ազդում է։ Եթե անձնական հողի վրա ինչ որ մեկը գնաց նրան, որ հիմա մենք վարկածներ ենք քննարկում, Նարեկ ջան, ինչի համար։ Յուրաքանչյուր սպանության ժամանակ
քաղաքական գործ չի, դա քաղաքական բովանդակություն ունեցող երևույթ է, դա ակնհայտ է։ Անկախ Կարող է նրանից իշխանությունը ինչ սա կանխել։ դրդապատճառ է եղել դրա համար։ Շարժարիթը որն էր եւ այլն եւ այլն։ Եվ իշխանությունների հետաքրքրությունն է արագ բացահայտել այդ գործը եւ բացահայտել դրա հանգամանքները, շարժառիթները եւ այլն։ Ինչու՞։ Որովհետև այդ փաստերի այսպիսի շարադրանքը մեր հանրության մոտ եւ յուրաքանչյուր մարդու մոտ, իսկ մեր հանրության մեջ արդեն այդ խոսակցությունը կա, այդ տրամադրությունը կա, որ իշխանությունը ունի առանձնահատուկ պատասխանատվություն։ Եթե ինչ որ մարդիկ գտնում են, որ կարան քաղաքական գործիչ, ընդդիմադիր քաղաքական գործիչ սպանեն, ուրեմն հույսով են, որ չեն բռնվի, չէ՞։ Որ հանցագործն է հանցագործություն կատարում, մտածելով, որ պիտի գնա պատիժ կրի։ Երկու հոգու սպանության համար քրեական օրենսգրքով Նարեկ ջան հասնում է ամենաբարձր պատիժը Հայաստանի Հանրապետությունում՝ ցմահ ազատազրկումը։ Մարդ, որը որ գնաց նման քայլի, անկախ նրանից ինչ պատճառներով գնաց, այդտեղ արդեն այդ հարցն է, որ քաղաքացիները իրար տալիս են, ասում են, այդ ոնց կարար դա որևէ մեկը պիսի իրա վրա բեռ վերցնի։ Իշխանությունը կարող էր կանխել։ Իշխանությունը իհարկե կարող էր կանխել, եթե երկրում չլներ մթնոլորտ, որ ընդդիմադիրները դա մարդ չէ։ Մեր իշխանությունը առավոտվանից իրիկուն քարոզում է, որ Հայաստանում ընդդիմադիրները անասուն են։ Իրենց նկատմամբ կարելի է ամեն ինչ անել։ Արժանի չեն մարդու իրավունքների, արժանի չեն մարդու մարդկային վերաբերմունքի, իրենց կարելի է նետել բանտ, իրենց նկատմամբ կարելի է ոտնձգություններ անել եւ այլ, հրապարակային դա ամբողջ օրը խոսում են, ասում են, մթնոլորտը երկրում ինչպիսին է, հարգելի է Հայաստանում ընդդիմադիր լինել իշխանության տեսակետից։ Իշխող ուժի բոլոր ներկայացուցիչները առավոտվանից իրիկուն ընդդիմադիր բոլոր բաներին, հա, գործիչներին ենթարկում են ամենավերջի ինչ որ բաների, հեգնանքի լավագույն դեպքում եւ այլն։ Մթնոլորտը այդպիսին է, ընդդիմադիր գործիչը Հայաստանում մարդ չի, իրավունքներ չունի, իր նկատմամբ ցանկացած բան կարելի է անել, որովհետեւ ընդդիմադիր է։ 15 թվականին, 16 թվականին մեր հանրության աչքերում ընդդիմադիր գործիչները հերոսներ էին։ Այսօր մեր երկրում ուրիշ հերոս չի կարա լինի բացի Նիկոլ Փաշինյանի, պետական պրոպագանդան ինչպես է կառուցված, մի հերոս կա մեր երկրում, Փաշինյանն է, Բայց Նիկոլ եւ մնացած բոլորը անասուն են, մնացած բոլորին կարելի է քրեորեն հետապնդել, արհամարել, այդ բաներում, կոմենտներում, եկնադրեք հարցազրույցներում հայհոյել։ Մթնոլորտը երկրում այսպիսին է։ Իսկ այդպիսի մթնոլորտում, այո, ընդդիմադիրները ոչինչով պաշտպանված չեն։ Նպատակը այդ մթնոլորտի հենց դա է, Նարեկ ջան, որ ընդդիմությունը ոնց կարա հեղինակությունը կորցրած իշխանությունը 26 թվականի ընտրություններին գնա։ Պիտի աջ ու ձախ բոլորին կամ ռեպրեսիաների ենթարկի, կամ այսպես ասած վախի մթնոլորտ ստեղծի եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը Ինչի, ինչ ձևի մուրջ էր Նիկոլ Փաշինյանի ձևը։ պողպատ է։ Հիմա այդ պողպատե մուրճը գործում է։ Դե հա, ցույց տվեց, ասում է, նայեք ինչ տեղում է գործում է բայզի։ Հիմա մարդիկ կարան մտածեն, որ այդ մուրճը իջավ Պարաքյարի ընդդիմադիր ղեկավարի գլխին։ Իրավունք ունեն տենց մտածել։ Պարզ մարդիկ էլի, որոնք շատ չեն խորանում։ Երբ որ ինչ որ sense մուրճերից են խոսում երկրի ղեկավարները, սպառնում են, ասում են, sense կանենք, նենց անենք, հետո ինչ որ մի բան տեղի է ունենում։ Սովորական մարդ, քաղաքականությունից հեռու, նորությունները լսում է, կարող է մտածել, որ դա հենց այդ մուրճն է։ Կարող է, չէ՞ այդպես մտածել։ Ինչքան մարդ կա, որ այդպես են մտածում այսօր Հայաստանում։ Հարյուրավոր, հազարավոր մարդիկ։ Ինչ գիտեք։ Շփումը այս մի քանի օրվա ընթացքում ես կարող եմ ասել, որ այդ սպանությունները
ոչ մեկին անտարբեր չթողեցին, եւ գրեթե ես չեմ հանդիպել որևէ մարդ, նույնիսկ իրավաբանների շրջանակում, ովքեր որ չտեսնեն իշխանության պատասխանատվություն։ Իսկ ինչ առիթ պետք է լիներ, որ այդ մուրճը փոխաբերական իմաստով իջներ համայնքապետի գլխին։ Այդ մուրճը ընդհանրապես չպիտի լիներ։ Նման էժանագին մեթոդներով դիվիդենդ հավաքելը երկրում բերեց այնպիսի իրավիճակին մթնոլորտին, որը որ ձեզ նկարագրեցի, եւ այլ պետությունների օրինակներով նույն բանը կարելի է ասել։ ԱՄՆ-ում վերջերս սպանեցին հայտնի հրապարակային գործիչ, չէ, այդ Քարկ ոնց էր անունը։ Հա, Թրամփի աջակիցը։ Հանրապետական կուսակցության աջակից, երիտասարդական լիդեր եւ այլն, ինչի սպանեցին։ Էլի Փաշինյանի մոտ Երկրում ստեղծեցին մթնոլորտ, հայհոյանքի մթնոլորտ, օպոնենտներին չհարգելու մթնոլորտ, չէ՞։ Եվ հիմա տեսեք բոլոր վերլուծությունները, բաները, որ դեպքում է երկիրը հասնում այն դրության, որ արդեն հաճախ են դառնում այդ տեսակ քաղաքական գործիչների, հասարակական գործիչների սպան, որտեղ որ այո օգտագործվում է այդ մուրճ հասկացողությունը։ Մենք ձեզ ցույց կտանք, մենք ձեզ սենց կանենք, նենց կանենք, դուք ով եք, ընդհանրապես անասուն եք սաղդ եւ այլն։ Ու եթե առաջի դեմքերը պետության այդպես են խոսում, ապա իսկապես չէ, դա ազդում է հանրության մեջ վրա։ Երբ որ դու հանրության դիմում ես այդ խոսքերով, ինչ ես ակնկալում, որ քեզ բանուտեղ չեն դնի, թե ակնկալում ես, որ այո, հանրությունն էլ կսկսի մտածել, դե որ տենց է, ուրեմն սպանել կարելի է, խփել կարելի է, այդ մուրճից ունենալ կարելի է, չէ՞։ Ու ամեն մեկը իր մուրճն է հանում։ Պարոն Ղուկասյան, մեկ այլ հարց արտաքին ոլորտին առնչվող քիչ առաջ արտգործնախարարությունը տեղեկացրեց, որ Ռուբիոյի կազմակերպած ընթրիքի շրջանակներում Միրզոյանն ու Բայրամովը շփումներ են ունեցել, որի ընթացքում Հայաստանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների շարունակական ակտիվ ներգրավվածությունն արդեն իսկ հաստատված խաղաղության եւ դրա հետագա ամրապնդման գործում, խաղաղությանը եւ դրա հետագա ամրապնդման գործում։ Դուք ԱՄՆ-ի ջանքեր արդյունավետ համարում եք ընդհանրապես հայ-ադրբեջանական այս հակամարտության կարգավորման գործընթացում։ Այս պահին ոչ։ Ինչու՞։ Որովհետև արցախցիները չեն կարող վերադառնալ իրենց հայրենիք։ Պարզ չի դա։ Թե չպիտի վերադառնան։ Ոնց է որոշված։ Խաղաղությունը պիտի ձեռք բերվի արցախցիների հայրենիքից զրկելու արդյունքում։ Այդպես է ծրագրավորած։ Հա։ Ուզում եմ հասկանալ։ Մենք իրավունք չունենք համարել, որ ԱՄՆ-ի մասնակցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում արդյունավետ է, մինչև արցախցիները հետ չվերադառնան Արցախ առանապատվության, անվտանգության պայմաններում, առանց պարտադրանքի Ադրբեջանի քաղաքացիությունը ընդունել, իրենց բոլոր իրավունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի հարգանքի պայմաններում, չէ՞։ Ինչ որ արտարոց բաներ եմ ասում, հակամարտկային, սխալ։ Թե պիտի, գիտեք, Նարեկ ջան, անկախ քաղաքական գործի տարբերությունը հենց դրանում է, որ կարած ճշմարտությունը ասես, ներկայացնես ոնց կա։ Եթե մարդը հաղթել է ընտրություններում ու իրեն սպանել են, ուրեմն հաղթել է եւ սպանել են, դա փաստեր է։ Եթե կան արցախցիներ, որոնք որ հայրենիքից զրկվել են, ուրեմն կան այդ արցախցիները։ Չէ՞։ Միգուցե մարդկանց չի կարելի, չգիտեմ, քաղաքացիական պայմանագրին կամ մյուս կուսակցություններին արգելված է դրա մասին խոսալ։
Բայց ցանկացած ազնիվ անկախ քաղաքական գործիչ Հայաստանում պետք է ասի, բա այս մարդկանց խնդիրը ո՞նց պիտի լուծվի։ Պարզ չի, որ պիտի այդ մարդիկ հետ վերադառնան հայրենիք, այդ բոլոր պայմաններով, որը որ նկարագրեցի։ Պարոն Ղուկասյան, պարզապես որ դուք իրար կողք եք դնում հաղթանակը եւ սպանությունը, տպավորություն է ստեղծվում, ամենայն դեպս ես այդպես եմ ընկալում, որ դուք ասում եք հաղթանակը չներվեց, դրա համար սպանեցին։ Ճիշտ եմ հասկանում ձեր Դուք եք այդպես ընկալում եւ ասեմ ձեզ, այդպես ընկալում է հանրության Հայաստանում, Բայց հանրության դուք դա եք ուզում ասել։ մեծամասնությունը իմ, այսպես ասած, այս օրերի տպավորությունն է մարդկանց կարծիքը հարցնել։ Բայց դուք դա եք ուզում ասել։ Դուք ինչ եք հիմա նյութ եք հավաքում բանի քրեական բանի համար իմ վրա։ Գիտեք, լրագրողները հարցեր են տալի գործիչներին։ Միքայել arczepiskopos-ը այսօր ինչի է բանտում։ Լրագրողը նյութ էր հավաքում, չէ՞ իր վրա։ Ընդամենը։ Չէ, ներողություն, հիմա լրագրողներին ինչ եք թիրախավորում, երբ որ լրագրողը Որովհետև այդ քրեական գործը բաղկացած է հետևյալ փաստի վրա։ Կա լրագրող, որը տալիս է հարց, Կներեք, լրագրողը բայց մեղավոր չէ թե կա մարդ, որը պատասխանում է հարցի, չէ՞։ Եվ կա քրեական գործ։ Չեն դատում լրագրողին։ Դատում են լրագրողին հարց տալու համար։ Չեն դատում։ Ում են դատում։ Պատասխանողին, չէ՞։ Դուք ձեր հարցի երանգը, որ սենց պտտում եք, խեք պտտում, հարց են տալի, քրեական գործ եք ուզ, նյութ եք հավաքում քրեական գործի համար։ Ես հարցը տալիս եմ, դուք ազատ եք պատասխանել այնպես, ինչպես կարող եք։ Ես անգամ ազատ պատասխանեցի։ Մեր հանրությունը, մեծամասնությունը այսօրվա օրերի ընթացքում ինչ որ ես ծանոթացա, ձեր նման են մտածում, որ հաղթանակի համար պատժվեց։ Ոնց որ դուք հիմա ձևակերպեցիք, որ ձեզ մոտ է։ Ես հարց հնչեցրեցի ձեր Այո, շատերի մոտ այդպիսի պատկերացում է։ Շնորհակալություն, պարոն Ղուկասյան, հարցազրույցի համար։ Արեք այսքանով դադարեցնենք, քանի ձեր վրա գործ չի հարուցվել։ Լավ Իմ վրա գործ հարուցվել է արդեն, Նարեկ ջան։ Նկատի ունեմ այս Իմ դեպ քրեական հետապնդումը շարունակվում է։ Նկատի ունեմ այս հարցազրույցի շրջանակներում։ Այս հարցազրույցի շրջանակում կամ որ հարցազրույցի շրջանակում մենք ունենք փաստներ երկրում, Նարեկ։ Քննչական կոմիտեն լսում է հարցազրույցները, հետո հարուցում է քրեական գործեր, չէ՞։ Փաստ է դա։ Մարդիկ ինչ որ մուրճեր չեն վերցնում, որ գնան ինչ որ մեկի գլխին խփեն կամ ինչ անեն, ընդամենը հարցազրույց են տալի ու հետո դրա շուրջը ժամերով, օրերով բացատրություններ են տալի դատարանը։ Ես կոչ եմ անում բոլոր լրագրողներին թղճալ մեր ընդդիմադիր քաղաքական գործիչներին, որոնց որ սպանում են Հայաստանում, որոնց որ բանտեր են նետում Հայաստանում, որոնց դեմ որ տարբեր զրկանքներ են, հետապնդումներ են անում եւ այլն, էլի։ Փաստեր են դա իրողություն է, դա կա։